Շնորհակալ եմ։ Հարցս ուղղում եմ երկու պատգամավորներին էլ, ով կցանկանա։ Եվրոպայի խորհրդի սոցիալական իրավունքների կոմիտեն ժամեր առաջ հրապարակել է 2025 թվականի եզրակացությունները աշխատանքային իրավունքների վերաբերյալ եւ Հայաստանի դեպքում կոմիտեն արձանագրել է լիակատար անհամապատասխանություն բոլոր ուսումնասիրված դրույթներով, այսինքն 8-ից 8 անհամապատասխանություն եւ 0 համապատասխանություն, մասնավորապես թույլ տվեք մեջ բերեմ, կոմիտեն գրել է, որ Հայաստանը չի ապահովում խելամիտ աշխատանքային ժամանակ, անվտանգ եւ առողջ աշխատանքային պայմաններ, կանանց եւ տղամարդկանց համար վարձատրություն եւ այլն։ Այս առումով աշխատանքային օրենսգիրքը փոխվեց, ստեղծվեց տեսչական մարմին, նախ կխնդրեմ գնահատել հնչեցված տվյալները եւ նաեւ ասել, թե Հայաստանը ինչ անելիքներ ունի թվարկված բացերը լրացնելու համար եւ մի կարճ հարց, Դոնալդ Թրամփը Իրանի հետ գործակցող երկրների համար 25% մաքսատուրք է սահմանել, ինչպես եք պատկերացնում սրա ընթացքը եւ ազդեցությունը Հայաստանի վրա։ Շնորհակալություն հարցի համար, երևի տրամաբանական կլինի ասել, որ մենք դեռևս ամբողջությամբ զեկույցին ծանոթ չենք, բայց Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում, անվտանգության խորհրդի կազմում կա միջգերատեսչական հանձնաժողով ստեղծված, որում որպես ազգային ժողովի ներկայացուցիչ գրաված եմ նաև ես, եւ մենք բոլոր միջազգային զեկույցները մանրամասն ընթերցում ենք եւ դրանց բոլոր դիտարկումների վերաբերյալ փոփոխությունների օրակարգեր են առաջարկում բոլոր գերատեսչություններին եւ ոլորտներով, հետեւաբար այս զեկույցը նույնպես ներգրավված է անվտանգության խորհրդի այդ միջգերատեսչական հանձնաժողովում, դրա համար ես հիմա առանձին արձագանք չեմ տա, մանավանդ որ դետալային ծանոթ չեմ, բայց ուզում եմ ասել, որ մեր վերաբերմունքը միջազգային զեկույցներին այդպիսին է, մենք եթե նկատել եք եւ վստահաբար նկատել եք, ամեն տարի բարելավումներ ենք ունենում միջազգային սանդղակներում եւ սա նաեւ այդ աշխատանքի արդյունքն է, դետալային արձագանք չեմ տա, ավելի մանրամասն եթե կարիք կլինի ծանոթանալուց հետո կարող ենք նաեւ հյուրընկալվել հանրային ռադիո ես կամ աշխատանքի ոլորտից հենց հանձնաժողովից որևէ մեկը եւ ավելի մանրամասն արձագանքեն։ Հարցի երկրորդ մասին արձագանքելով, դուք գիտեք, որ սրանից առաջ էլ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հարաբերությունները մեղմ ասած այդքան էլ հարթ չէին եւ առկա էին նաեւ նմանատիպ այլ ուրեմն դրվագներ, Հայաստանը մինչ այս հնարավորինս բալանսավորված քաղաքականություն է վարում, դուք գիտեք, թե մենք ինչ ծրագրեր ենք այսօր արդեն իրականացնում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ դուք գիտեք նաեւ ինչպիսի հարաբերություններ ունենք Իրանի հետ, մինչ այս պահը մեզ հաջողվել է մեր գործընկերների հետ ուրեմն ունենալ բալանսավորված հարաբերություններ եւ վարել բալանսավորված քաղաքականություն եւ ես հույս ունեմ, որ այդ քաղաքականությունը նույն տրամաբանությամբ կշարունակենք իրականացնել մեր երկու գործընկերների հետ։